Եթե առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ դուք պատրաստվում եք զբաղվել քարոզչությամբ այս կամ այն թիմի օգտին, կամ ընտրական ակտիվիստ եք եւ պատրաստվում եք աշխատել էլեկտորատի հետ, ապա այս տեսանյութը ձեզ համար է։ Ես հավաքագրել եմ վերջին տարիներին ընտրական հանցագործությունների վերաբերյալ տվյալները, փորձելով հասկանալ, թե հատկապես որ ընտրական հանցագործություններն են առավել տարածված եւ ինչպիսի արարքների համար են այդ հանցագործությունների համար անձինք ենթարկվում պատասխանատվության։ 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ամենաշատը տեսակարար կշռով կազմել են ընտրակաշառքի վերաբերյալ հանցագործությունները, թվով 51 քրեական վարույթ է նախաձեռնվել, որոնցից որոշները կարճվել են, որոշները գնացել դատարան եւ այլ ճակատագրի արժանացել։ Հետո արդեն քվեարկության գաղտնիությունը խախտել, ընտրությունների արդյունքները կեղծել եւ բազմաթիվ այլ հոդվածներ։ Ընդհանուր առմամբ կա մի հոդված, որով նախկինում բավականին քիչ են հարուցվել քրեական գործեր, իսկ այժմ այդ ուրեմն հոդվածը բավականին հետաքրքիր դրսևորումներ կարող է ստանալ։ Խոսքը վերաբերում է նոր քրեական օրենսգրքի 210 հոդվածին, որը մասնավորապես ունի հետևյալ ձևակերպումը. անձի ընտրական իրավունքի իրականացումը, ազատ իրականացումը խոչընդոտելը։ Եվ փաստացի 2026 թվականին օրեր առաջ երբ տարածվեց հաղորդագրություն քննչական կոմիտեի կողմից, մասնավորապես Վաղարշապատ համայնքում ընտրությունների հետ կապված, ասվեց, որ հարուցվել է քրեական գործ այդ հոդվածի հատկանիշներով եւ ըստ էության այդպիսի արարք է դիտարկվել, օրինակ, երբ զանգահարում են անձին, ասում են դե հավաքվեք ընտանիքով գնացեք քվեարկության, կամ ես մեքենայով ձեզ կտանեմ ընտրատեղամաս եւ այսպիսի այլ բաներ։ Փաստացի ստացվում է, որ այդպիսի դրսևորումները կարող են հանցագործություն համարվել քրեական օրենսգրքի 210 հոդվածի հատկանիշներով։ Ասեմ ավելին, 2023 թվականի Երևան քաղաքի ընտրությունների ժամանակ այդ հոդվածով հարուցված եղել է 12 քրեական գործ, այսինքն վարույթ է նախաձեռնվել։ Հիմա պետք է փաստացի այն անձինք, ովքեր զբաղվելու են իմ նշած գործողություններով, կարողանան հաշվարկել իրենց գործողությունները եւ հասկանան ինչն է կարելի, ինչը ոչ, որպեսզի չհայտնվեն քրեական պատասխանատվության սուբյեկտի կարգավիճակում։ Մի կարևոր նորամուծություն նոր քրեական օրենսգրքում, որը մասնավորապես քրեական պատասխանատվություն է նախատեսում խոշոր չափով նախընտրական հիմնադրամում ուրեմն ծախսերը չհայտարարագրելու ցույց չտալու համար, ըստ էության այսպես անվանենք, խոշոր չափ էլ համարվում է 10 միլիոն դրամը գերազանցող գումար, այսինքն դրա համար, եթե հայտնաբերվի, քրեական պատասխանատվություն է եւս նախատեսված։ Եղեք տեղեկացված, եթե ունեք հարցեր, ես պատրաստ եմ պատասխանել դրանց։